այս ամենին անդրադառնանք, երեք արդեն երեկոյան ուշ հայտնի դարձավ, որ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի ևս կալանք են տանում, ինքը երկրում չի հայտարարել, որ վերադառնալու է, որտեղ այս ռեժիմից չի վախենում, բայց սա ինչ հայտարարություն է, օրերս Գյումրու ընտրված քաղաքապետը կալանավորվեց, Փարեգտարի ընտրված համայնքապետը գնդակահարվեց, այս թեմաները խնդրեմ։ Շատ լավ, բարև ձեզ Մարիամ, շնորհակալ եմ հրավերի համար, ողջունում եմ ձեզ հարգելի հայրենակիցներ, այսօր խոսելու ենք մի քանի կարևոր թեմաների մասին, որոշակի վերլուծություններ եմ առանձնացրել, որոնք խիստ կարևորում են, որպեսզի մասնավորապես երիտասարդները իմանան իրականությունը եւ իմանան մեր կարծիքները այս ամենի շուրջ։ Ըստ էության եկեղեցին ենթարկվում է նոր հարձակումների իշխանությունների կողմից, այս հարձակումները միտված են, որպեսզի քանդեն հայկական միակ մնացած հենասյունը, որը հազարամյակների վեր, շուրջ 1700 տարի անսասան է պահել հայկական ինքնությունը եւ ինքնության տարերը, գաղափարները, գիր գրականությունը հասցրել է սերնդեսերունդ փոխանցելով մինչև 21-րդ դար։ Տեսեք, ըստ էության հետևերն է տեղի ունենում։ Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ չի կարող հարձակումներով ճնշում գործադրել հայ առաքելական Սուրբ եկեղեցու վրա, վեհապար հայրապետի վրա եւ փորձ արեց, որ ներսից մարդիկ կարողանա համախմբել եկեղեցու դեմ, որը ըստ էության նորից չստացվեց։ Ուզում եմ հիշեցնել, որ նաեւ մամուլում հրապարակվել էին տեղեկություններ այն մասին, որ այդ նախկին կարգալույծ եղած քահանայի շուրջ հավաքված էին նախկին եւ ներկա նաեւ ոստիկաններ եւ ըստ էության դա էր նրա աջակցության մի մասը։ Հիմա ինչա տեղի ունենում։ Նիկոլ Փաշինյանը ձևավորում է եկեղեցու դեմ նոր աղանդի նման ինչ-որ բան, այսինքն չընդունելով հայ առաքելական եկեղեցին, Նիկոլ Փաշինյանը այդ Ստյոպա անունով մարդու հետ, ով նախկին քահանա է, փորձում է ձևավորել նոր աթոռ, այսինքն հակադիր աթոռ մայր աթոռին։ Ես նաև ուզում եմ անդրադառնանք այն քննարկումներին, որ հնարավոր ենք համարում թե ոչ, որ վեհապար հայրապետին կարող է կալանավորեն եւս, ես վստահեցնում եմ, որ վեհապար հայրապետը եւ հայ առաքելական եկեղեցու հոգեվոր հայրերը եւ սպասավորները եւ մենք որպես հետևորդներ եւ այդ դավանանքը կրող քրիստոնյաներ չենք վախենում եւ մեր վեհապար հայրապետի կողքին ենք լինելու։ Հայաստանի Հանրապետությունում հայ առաքելական եկեղեցին լինելու է եւ կա եւ մնալու է եւ եղել է Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի ինքնության գլխավոր հենասյունը, որը անսասան է եղել Օսմանյան կայսրության ժամանակահատվածում, որ հարձակումներ են արել, բայց չեն կարողացել քանդել մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Տարբեր հեթանոս արքաների ժամանակահատվածում հարձակումներ են եղել, բայց չեն կարողացել եւ չեն կարողանալու քանդել նաեւ հիմա։ Ինչի համար։ Տեսեք, մեր եկեղեցին ենթարկվել է, ակնհայտ է, որ առաջի անգամ է ենթարկվում հարձակումների ներսից։ Միշտ հարձակումների ենթարկվել է դրսից մեծ կայսրությունների կողմից, որ ուզեցել են քանդեն հայ առաքելական եկեղեցին, որտեղ մեր եկեղեցին մեր ինքնության անկյունաքարային նշանակություն ունեցող կարևորագույն մարմինն է, կարևորագույն տարրն է, որը նորից եմ ասում, սերնդեսերունդ փոխանցում է ոչ միայն գիր գրականությունը, այլ հայկական ինքնությունը ըստ էության եւ անգամ մեծ խոշոր Օսմանյան կայսրությունը, սովետական միությունը, տարբեր հեթանոս եւ արաբ արքաներ, որոնք փորձել են քանդեն հայ առաքելական Սուրբ եկեղեցին, նրանց մոտ դա չի ստացվել, չի ստացվի ոչ 1, ոչ 5, ոչ 50 Նիկոլ Փաշինյանների մոտ։ Ոչ մի ձև հնարավոր չի պայքարել այն արժեքների դեմ, որոնք խոսում են Հայաստանի Հանրապետության ինքնությունը պահպանելու, Հայաստանի Հանրապետության քրիստոնյաների, հայ քրիստոնյա ժողովրդի դեմ, որովհետև մենք ժողովուրդ ենք, որը առաջինն է ընդունել քրիստոնեությունը, հավատալով
հավատալով քրիստոնեական արժեքներին եւ քրիստոնեական դավանանքին եւ մենք քայլում ենք Աստծո օրհնության ներքո եւ մեր ժողովուրդը, որ տեսականորեն քաղաքական տեսությամբ, գեոքաղաքական տեսությամբ եւ պատմական ուրեմն ժամանակագրական տվյալներով ըստ էության հնարավոր չէր, որ գոյություն ունենար, բայց այսօր մենք այստեղ ապրում ենք հազարամյակներ ի վեր, կառավարիչները գալիս եւ գնում են, մեր թշնամի պետության ղեկավարները գալիս եւ գնում են, կայսրությունները ձևավորվում եւ փլուզվում են, բայց հայ ժողովուրդը մնում է իր տեղում եւ հայ ժողովրդի պայքարը շարունակվում է եւ շարունակվելու է։ Միակ տարբերակը պատմության մեջ 3000 տարվա որ հայ ժողովրդին հանել են իրենց բնորանից, դա Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում Արցախի էթնիկ զտումն է։ Նիկոլ Փաշինյանի ձեռքով քանդվում են եկեղեցիներ, հանձնվում են մեր սրբավայրերը, հանձնվում են Հայաստանի Հանրապետությանը եւ հայկական ինքնությանը վերաբերող տարածքներ, հողեր, մեր հայկական օջախները, մեր տները Արցախի եւ Հայաստանի Հանրապետության տարբեր հատվածներում։ Նիկոլ Փաշինյանի մոտ ստացվում է միայն քանդել եւ ոչնչացնել, ջնջել մեր կողմից սարքված, մեր կողմից մշակված հազար ամյակներ ի վեր մեր մշակութային հենասյուները, մեր ինքնության հենասյուները, հայ առաքելական Սուրբ եկեղեցին, մեր բանակը, մեր դիվանագիտական հարաբերությունները, մեր ռազմավարական դաշնակցի հետ մեր հարաբերությունները, մեր հարևան երկրների հետ մեր հարաբերությունները եւ այսօր պարտադրված պայմաններով խաղաղությունը փորձում են մատուցել որպես այլընտրանք պատերազմին, բայց Նիկոլ Փաշինյանի այլընտրանքը, որը այս տեսքով է ձևավորված, դա նոր կապիտուլյացիա է, նոր պատերազմ է, նոր հանձնումներ է, որովհետև Նիկոլ Փաշինյանի մոտ չի ստացվում որևէ բան սարքել։ Նիկոլ Փաշինյանի մոտ ստացվում է քանդել, ոչնչացնել, ջնջել, հանձնել, այրել, բայց չի ստացվում սարքել։ Նիկոլ Փաշինյանը միայն հանձնում է, Նիկոլ Փաշինյանը միայն բանտարկում է, միայն քրեական գործեր է սարքում եւ էս է էությունը քաղաքացիական պայմանագիր կուսակցության։ Նրանք չեն ձևավորում իրականություն, որը առողջացնում է, որը լավացնում է, որը բարվոքասարքում։ Դրանք ձևավորում են իրականություն, որը քանդում է, հանձնում է, ոչնչացնում է, ինչպես Ավինյան Տիգրյանը քանդեց Երևանի միկրոֆլորան, Երևանի բոլոր կանաչ գոտիները եւ դա ներկայացրեց որպես նորարարություն, այդ նորարարությամբ նրանք հանձնեցին Արցախը, հանձնեցին Սև լիճը, հանձնեցին բարձրունքները, ստրատեգիկ նշանակություն ունեցող, հրաժարվեցին մեր գործընկերների հետ հարաբերություններից, մեր ստրատեգիկ գործընկեր Ռուսաստանի Դաշնության հետ ուղղակի զրոյի հավասարացրեցին մեր հարաբերությունները եւ այսօր Նիկոլ Փաշինյանը գնում է վերջի հարձակման հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Դուք չեք կարող քանդել եկեղեցին, որովհետեւ հայ ժողովուրդն է հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Եկեղեցին քարերը եւ պատերը չեն, եկեղեցին հայ ժողովուրդն է, որը պայքարելու է իր վեհապար հայրապետի հետ, իր վեհապար հայրապետի համար հայ առաքելական Սուրբ եկեղեցին անսասան պահելու եւ մեր սրբավայրերը, մեր սրբությունները չպախարակելու եւ չպղծելու համար։ Սա եկեղեցու վերաբերյալ բանտարկված են այսօր քաղաքական բանտարկության են ենթարկված հոգեվորականներ, արքեպիսկոպոսներ եւ եկեղեցու սպասավորներ։ Եղել են ժամանակներ, որ գնդակահարվել են եկեղեցականները, կախվել են եկեղեցականները տարբեր կայսրությունների կողմից, որպեսզի քանդվի մեր եկեղեցին, մեր հայկական ինքնությունը ոչնչացվի, բայց դա չի ստացվել նրանց մոտ, չի ստացվելու որևէ այլ կառավարչի մոտ, կապ չունի որ ժամանակահատվածում։ Հայ առաքելական եկեղեցու դեմ սկսվեց արշավը դեռ 2018 թվականից, երբ հանրապետական կուսակցությունը միայնակ էր պայքարում այս ոտնձգությունների դեմ եւ հանրապետական կուսակցությունը այսօր եւս նույն խրամատումը, որ եղել է 2018 թվականից սկսած, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի ինքնությունը պահպանելու խրամատում, մեր պետականությունը պահպանելու խրամատում։ Եվ մենք վստահեցնում ենք, որ
այս ռեպրեսիաները խոսում են հետևյալի մասին. Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գահավիժում է եւ Նիկոլ Փաշինյանը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի ռեպրեսիաների միջոցով պահպանի իր իշխանությունը, բերելով որևէ բանի մասին չխոսող ինչ որ թուղթ ասելով, որ սա խաղաղություն է, բայց դա ըստ էության նոր զիջումների մասին փաստաթուղթ է։ Այսօր մենք ունենք բանտերում քաղաքական բանտարկյալներ, Սամվել Կարապետյանը բարերար, Բագրատ Սրբազանը, Միքայել Սրբազանը, այլ սրբազաններ եւ եկեղեցու սպասավորներ, մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը գնում է հարձակման տարբեր ուղղություններով, պրոֆեսորներ, ռեկտորներ, քաղաքական գործիչներ, փաստաբաններ եւ տարբեր պալիտրայի ներկայացուցիչներ, հա, այսինքն ոչ միայն քաղաքական պալիտրայի, նաեւ հասարակական, Նիկոլ Փաշինյանը գնում է վաբանկ իրանց այդ գործընթացները այդպես է կոչվում, որ Նիկոլ Փաշինյանը անում է ամեն ինչ, որպեսզի պահպանի իր իշխանությունը Հայաստանի Հանրապետության իմունիտետի հաշվին, Հայաստանի Հանրապետության դիմադրողականության, ազգային դիմադրողականության հաշվին Նիկոլ Փաշինյանը փորձում է պահել իր աթոռը, որը նրա համար թանկ ամեն ինչից, եւ հայրենիքից, եւ Արցախից, եւ եկեղեցուց, եւ ամեն ինչից։ Եվ սա խոսում է նրա մասին, որ մեզ պետք է միասնականություն, եւ միասնականության մասին ենք խոսում մշտապես, սևերի ու սպիտակների բաժանարար գծերը ջնջելու մասին ենք խոսում մշտապես, եւ սա հնարավոր է անել հայ ժողովրդի միասնականությունը, երբ պատմության մեջ մենք տեսել ենք, պատմության դասագրքերում երբ տեսել ենք միասնականություն, տեսել ենք նաեւ հաղթանակ, անգամ 1915 թվականի ցեղասպանությունից հետո ընդամենը 2 տարի անց մենք տեսել ենք Ղարաքիլիսայի Սարդարապատի ճակատամարտը, որտեղ հայ ժողովուրդը միասնական կռիվ է տվել եւ հաղթել է թուրքերին, եւ սա մեր համար պատմական կարևորագույն նշանակություն ունի վերականգնելու միասնականությունը, հասկանալու, որ հայ եկեղեցին ազգային եկեղեցի է, ինչպես ասում էր Մեծան Գարեգին Նժդեհը։ Հիմա վերադառնանք նաև Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության Մասիսի տարածքային կառույցի նախագահ, Մասիս խոշորացված համայնքի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, ում վրա շինցուքերական գործեր հարուցվել, ուզում եմ հիշեցնել, որ Դավիթ Համբարձումյանը իշխանափոխությունից հետո առաջի քաղբանդարկյալն ըստ էության, որ շինցուքերական գործի շրջանակներում նրան բանտարկել են եւ Դավիթ Համբարձումյանը մեկ անգամ արդեն բանտում հայտնվել է, բայց մեզ հնարավոր չի բանտարկություններով կամ քաղաքական որևէ ռեպրեսիայով մեր կարծիքի վրա ազդեցություն ունենալ։ Մենք պայքարել ենք եւ պայքարելու ենք մինչեւ վերջ, մինչեւ հաղթանակ, մինչեւ մեր ինքնության պահպանման երաշխիքը վերականգնելու հնարավորությունները ձևավորելու եւ հանձնելու մեր ժողովրդին այն հնարավորությունները, որոնք պատկանում են ժողովրդին, ժողովրդավարական բոլոր ուղղությունները վերականգնելով։ Այսինքն ես նկատի ունեմ իմպիչմենտի գործընթացը մեր վարչապետի տեխնացուն Դավիթ Համբարձումյանն է, ում 6 տարի 3 ամիս կալանքի միջնորդությամբ 3 մեղավոր է ճանաչել Նիկոլ Փաշինյանի կողմից ուզուրպացված դատաիրավական համակարգը։ Այս դատաիրավական համակարգը ոչ թե Հայաստանի Հանրապետությանն է, այլ Նիկոլ Փաշինյանինն է։ Եվ ես ուզում եմ եւս մեկ անգամ ասել, որ այսօր ընդդիմադիր օրակարգում կա մի հնարավորություն, դա Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը ձևավորելն է միասնական, միակ լեգիտիմ հնարավորությունն է վերաիմաստավորելու այս կործանարար ընթացքը եւ համախմբվելու այս գաղափարի շուրջ վերականգնելու ժողովրդավարությունը մեր երկրում, որովհետեւ Հայաստանում այսօր չկա ժողովրդավարություն, չկա խոսքի ազատություն, մարդկանց կալանավորում են խոսքի ազատության համար, քաղաքապետերը կամ սպանվում են կամ հայտնվում են բանտերում, Գյումրու քաղաքապետը եւս բանտում է, Մասիսի քաղաքապետին կալանքի որոշում են տվել, ուրեմն Վալոդիա Գրիգորյանին սպանել են եւ այսպես շարունակ, Մանկավարժականի ռեկտորը կալանքի տակ է, շինցուքերական գործերի շրջանակներում տասնյակ այլ քաղաքական գործիչներ, տասնյակ այլ հասարակական գործիչներ
կալանքի տակ են գտնվում բացարձակապես շինցուկ քրեական գործերով քաղաքական հետապնդումների ենթատեքստում է այս բոլոր գործընթացները կատարվում։ Որպես վերջաբան խոսքից ուզում եմ հիշեցնել, որ սա Բոլտոնի ծրագիրն է, որը խոսում էր Հայաստանի Հանրապետության իշխանությանը ուլտիմատում ներկայացնելու մասին, որ Հայաստանը պետք է հրաժարվի պատմական կաղապարներից։ Ուզում եմ հիշեցնեմ, որ Բոլտոնը այսօր քրեական հետապնդման է ենթարկում Ամերիկայի Միացյալ Նահանգներում որպես մարդ, ով ինֆորմացիա այլ երկրներին տվել իր սեփական պետության մասին, եւ այդ մարդը ասում էր, որ Հայաստանը այո պետք է հրաժարվի իր պատմական կաղապարներից, իսկ իրանց համար Հայաստանի Հանրապետության պատմական կաղապարները դա մեր ընտանիքի գնահատման, ընտանիք սիրելու արժեքներն են, մեր քրիստոնեական արժեքներն են, հայ առաքելական եկեղեցու նվիրումն է հայ ժողովրդին, դավանանքն է հայ առաքելական Սուրբ եկեղեցու ուսմունքին, եւ դրանից հետո անմիջապես առաջի քայլը եղավ եկեղեցու դասընթացները հանել դպրոցներից Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, միակ կուսակցությունը Հայաստանում, ով իրականացնում է հայ առաքելական Սուրբ եկեղեցու պատմության դասընթացներ ՀՀԿ-ում, եւ մեր երիտասարդներին հրավիրում ենք, ով ցանկություն ունի, կարող են գալ մասնակցել, մեր դռները բաց են ձեր առաջ, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եղել է, կա եւ կանգնած է մնալու հայ ժողովրդի ինքնությունը պահպանելու, հայ հասարակության ինքնությունը պահպանելու կողքին։ Լավ մնացեք, եթե այլ հարցեր չունեք, Մարիամ ջան, խնդրեմ։ Ես ուզում նաև ինչ ունեք ասելու, օրինակ նույն Ռուբեն Ռուբինյանի, նույն Հրաչյա Հակոբյանի, վստահ եմ դուք էլ տեսաք ազգային ժողովում Աննա Մկրտչյանի հերթական դիպուկ խոսքից հետո, ուղղակի այս մարդիկ նորից խանգարումքի մեջ հայտնվեցին, ներողություն, ուղղակի ուղիղ մեջ բերում անեմ, բարևներ Սերժի բանդային, տարեք բարևներ, գոռոցներ, բղավոցներ, այս հայտարարությունը խնդրեմ։ Նաև կուզեմ մեկտաբանեք Ալեն Սիմոնյանը ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասում է վեհապարը, դե իրենք Ավազանի անունով են կոչում վեհապարին, վեհապարը թող չհասցնի նրան, որ դուռ ու պատուհան չունենա դուրս գալու, խնդրեմ։ Նրանց գործողությունները ավազակախմբի տրամաբանության գործողություններ են մեկ, երկրորդը Մկրտչյան Աննան իմ ընկերն է ու ինքը ամբողջությամբ արձագանքել է Ռուբեն Ռուբինյանի եւ մնացած ուսապարկերի խոսքերին, ես ավելացնելու բան չունեմ այդ մասով, Աննան ամեն ինչ լավագույնս իրանց բնութագրել եւ ներկայացրել է այդ պարագայում, ինչ որ կասեի ես։ Ես կարող եմ ասել միայն այն, որ ուսապարկերի մոտ այս բայդրությամբ կռիվա, թե ով Նիկոլ Փաշինյանի մոտ ավելի մեծ նիկոլականի, ավելի մեծ ուսապարկի կարգավիճակ կձևավորը, որ ընտրություններում կարողանան իրանց դերը ավելի մեծացնեն, որ անցնեն, որովհետև տեսանք վերջերս ՔՊ-ի կուսակցության ուրեմն համագումարում որոշ մարդիկ չանցան ՔՊ, անգամ ՔՊ-ականները նրանց մերժեցին, որովհետև ես նորից եմ ասում, մեզ այս բաժանարար գծերի մեջ պետք է ասեմ, որ Ռուբեն Ռուբինյանը ու մնացած մի քանի ուսապարկ չեն հանդիսանում ամբողջ ՔՊ-ի պատկերը, ՔՊ-ի մեջ կան, նորից եմ ասում, նորմալ մարդիկ, ում հետ միասին մենք պետքա վերաիմաստավորենք այս կործանարար ընթացքը եւ այդ միասնականության մեջ մտնում են բոլոր կուսակցության ներկայացուցիչները, բոլոր հասարակական, քաղաքական օղակների ներկայացուցիչները, պետքա մենք ջնջենք այդ ծևերի եւ սպիտակների այդ բաժանարար գծերը, որի մեջ նաեւ Ալեն Սիմոնյանները ներառել են հայ առաքելական Սուրբ եկեղեցուն կողմ սարքելով քաղաքական հարձակումների, հա, այսինքն իրանց համար այսօր դա նոր ուղղություն է, որի վրա նրանք հարձակվում են եւ փորձում են ժողովրդին առանձնացնել հայ առաքելական եկեղեցուց, դա իրանց մոտ չի ստացվելու։ Շնորհակալություն։